Խնկոյաներիկ 9 օր աշակերտ ունեցող դպրոցում բացակա է մոտ 202-ը։ Հանրապետությունում վերջին մեկ ամսվա ընթացքում զգալիորեն նկատվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճ։ Իշխանություն լրատվականի նկարահանող խումբն այսօր Երևանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում էր, հասկանալու համար, թե ինչ իրավիճակ է տիրում այնտեղ։ Սկսած նոյեմբերի երկրորդ կեսից նկատվեց աշակերտների բացակայության թվի ավել աճ, քանի որ ամենօրյա ռեժիմով մենք մոնիթորինգ ենք անում, ներկայություն, բացակայություն հաշվառում ենք, նկատեցինք, որ կա կտրուկ աճ նկատելի։ Դասղեկները անմիջապես ծնողների հետ կապ հաստատեցին եւ հաստատվեց, որ երեխաները բացակայում են հիվանդության պատճառով։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունից իշխանությանը փոխանցեցին, որ դեկտեմբերի 3-ին գերատեսչությունը գրություն է ստացել առողջապահության նախարարությունից, որով առաջարկվում է հանրակրթական ուսումնական հաստատություններում կիրառել համաճարակային ֆիլտր, հաշվի առնելով, որ վերջին շաբաթվա ընթացքում նկատվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճ, հատկապես 0-ից 18 տարեկանների շրջանում։ Կարծես ալիքով լիներ որևէ դասարանում, որ սկսվում էր, դասարանի աշակերտների 50%-ը, եթե ոչ ավել, հիվանդանում էին։ Այսպես փուլ-փուլ լավանում են, գալիս են մյուս կեսները հիվանդանում, այսպես փուլ-փուլ ձգվում է։ Տպավորություն էր, թե այս շաբաթվան անցնող շաբաթվա սկզբից նվազում են, բայց վերջին 2 օրը ցույց տվեց, որ դեռևս վիրուսը հետ չի նահանջել։ Համաճարակային իրավիճակի հետագա բարդություններից եւ հիվանդության տարածումից խուսափելու նպատակով Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունն ուսումնական հաստատություններին հանձնարարել է խստորեն հետևել համաճարակային ֆիլտրի իրականացման գործընթացին, հիվանդ երեխաների մուտքն ուսումնական հաստատություններ բացառելու նպատակով։ Դպրոցներին հանձնարարվել է նաեւ հիվանդության ախտանշանների հայտնաբերման դեպքում սովորողների համար կազմակերպել հեռավար ուսուցում, առաջնորդվելով ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի 09.N հրամանով հաստատված հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար դիստանցիոն կրթության կազմակերպման կարգի պահանջներով։ Յուրաքանչյուր երեխա այդ հիվանդության փուլը երեխայի մոտավորապես 1 շաբաթից 10 օր տևում է, եթե ոչ ավել։ Միաժամանակ գերատեսչությունից հայտնում են, որ վերջին օրերին հանրապետության հանրակրթական դպրոցներում բացակայությունների միջին ցուցանիշը չի գերազանցել սովորողների ընդհանուր թվի 15%-ը, ինչը նորմայի շրջանակում է։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից իշխանությանը փոխանցեցին, որ օրական կտրվածքով իրականացվող վերլուծության արդյունքները փաստում են, որ 2025 թվականի դեկտեմբերի 4-ին սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցուցանիշը նախորդ դեկտեմբերի 3-ի համեմատ գտնվում է գրեթե միևնույն մակարդակի վրա։ Ըստ մարզերի առավել բարձր է հիվանդացությունը Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում եւ Երևան քաղաքում։ Ընդհանուր դեպքերի 79%-ը կազմում են 0-ից 18 տարեկանները։ Ամեն առավոտ, երբ որ հաշվառում ենք անում, դրանից հետո, եթե նկատում են դասղեկները վատ ինքնազգացողություն ունեցող երեխաների, իրենք գրություն են ուղղում դեպի բուժքույր։ Բուժքույրը հետազոտում է երեխային, եթե նկատում է, որ ունի այնպիսի սիմպտոմներ, որ պետք է տուն ուղարկել, երեխան հսկողության տակ լինի, ծնողների կամ գուցե նաև բժշկի թերմանկաբույժի ներկայանալ, գրությունը գրում է, ստորագրում է եւ ուղղում ենք արդեն փոխտնօրենին, ում վերջնական ստորագրությամբ երեխան տվյալ թղթով ծնողի հետ համաձայնեցված տուն է գնում։ Դեկտեմբերի 4-ի դրությամբ հանրապետության բժշկական կազմակերպություններում հոսպիտալացվել է 717 պացիենտ, ինչը նախորդ դեկտեմբերի 3-ի համեմատ եւս գտնվում է գրեթե նույն մակարդակի վրա։ Հոսպիտալացված դեպքերի 91%-ը կազմում են 0-ից 18 տարեկանները։ Դեկտեմբերի 4-ի դրությամբ նախադպրոցական ու դպրոցական հաստատությունների ընդհանուր սաներից սուր շնչառական վարակներով պայմանավորված բացակա են 13127-ը, որոնցից 187-ը բացակայել է համաճարակային ֆիլտրի արդյունքում։ Նարնե Ղուկասյան, Ստեփան Տիգրանյան, Իշխանություն լրատվական։